Հայկական բարեգործական ընդհանուր միության ցուցասրահը լուսավորվել էր գույներից, որոնք Հայաստանից բերել էին Շմավոն Շմավոնյանի կտավները։ Հայկական բնաշխարհի կտավներին պատկերված հրաշալիքները ամերիկահայերին հաճելիորեն մտքով տեղափոխում էին հայրենիք։ Ձյունի միջի արևի, Գառնան առաջին ծաղիկների, արևահամ մրգի կամ Սևանի ու Արարատի գեղեցկության հիշողություններով։ Հայրենիքն է, որ ներկա է այստեղ, գեղեցիկ լեռնաշխարհով, իր կեդրով, իր ծաղիկներով։ Հրապուրիչ է իր գույներով, իր տաք երանգներով, արևային գույներ, հիշեցնում է մեր Մարտիրոս Սարյանի գույները։ Նույնանման չէ, շատ գեղեցիկ են։ Գույները սիրուն են եւ իր ստայլը ավոր է։ Շմավոն Շմավոնյանին համայնքը վաղուց է ճանաչում եւ սպասում։ Նկարչի ցուցահանդեսները Միացյալ Նահանգներում կազմակերպվում են 90-ականների վերջից։ Նրա կտավների լուսավոր գույներն ու պատկերները գրավել են նաեւ ամերիկացի արվեստասերներին։ Գլենդեյլի, Բրբենքի, Սան Հոզեի, Թարզանայի հիվանդանոցների պատերը զարդարում են հայ նկարչի գործերը, որոնք բուժական հիմնարկները հատուկ ընտրել են իրենց այցելուներին ապաքինման հույսով ու լավատեսությամբ վարակելու։ Մշակույթը միշտ բերում է սեր, համերաշխություն եւ լավ ապրելու գրվական, այս է։ Նկարչի ցանկությունն է, որ իր կտավները դրսում ապրողների սիրտը ջերմ պահեն Հայաստանի վրա եւ սիրով ու հոգատարությամբ լի նրա գեղեցկության նկատմամբ։ Ես տեսնում եմ, որ շատ հետաքրություն կա եւ շատ լավ կա, իսկ դրանով նաեւ կապում է Սփյուռք եւ Հայաստան։ Մեր երկիրը սքանչելի երկիր է, մենք բոլորս նեցուկ պետք է լինենք մեր երկրին։ Շմավոն Շմավոնյանի աշխատանքների երրորդյա ցուցահանդեսը դեռ չավարտված, որոշվեց հաջորդը չի ուշանա։ Լիլիթ Ցետրակյան, Էդուարդ Պետրոսյան, Առաջին ալիք, Միացյալ Նահանգներ։